Մենք գտնվում ենք Գոշավանքում, մի վայրում, որը հոգևոր կենտրոն լինելուց զատ եղել է միջնադարյան կարևոր նշանակություն ունեցող իրավաբանական, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից։ Վանքը կառուցվել է 1188 թվականին Մխիթար վարդապետ Գոշի նախաձեռնությամբ։ Նոր գետիկ վանքի կառուցման պատճառ է հանդիսացել 1188 թվականի երկրաշարժը, որը ավերել է գետիկ վանքը։ Վանքը հիմնադրվել է Զաքարյան Արցրունի իշխանական տների աջակցությամբ, ինչպես նաև վանքին իրենց աջակցությունն էլ ցույց տվել Արցախի Հաթերքի շրջանի իշխանները, մասնավորապես Վախթանգ իշխանը և իր եղբայրները։ Վանքը իր Գոշավանք անվանումը ստացել է հետագա դարերի ընթացքում, ի պատիվ հիմնադիր մեծ վարդապետ Մխիթար Գոշի։ Գոշավանքը միջնադարյան կարևոր համալսարաններից է եղել։ Այստեղ դասավանդել են օտար լեզուներ, փիլիսոփայություն, երաժշտություն, գրչություն և արվեստ։ Վանական համալիրի հովանու ներքո գործող կրթական այս կենտրոնում իրենց ուսումն են ստացել մի շարք հայ մտավորականներ և գործիչներ, օրինակ Կիրակոս Գանձակեցին, վանական վարդապետը։ Վանական համալիրը բաղկացած է 5 եկեղեցիներից։ Գլխավորը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Գևորգ, Սուրբ Հրեշտակապետած։ 4 մատուռներից Սուրբ Հրիփսիմյանց, Սուրբ Առաքելոց։ Սուրբ Գրիգոր եկեղեցու ետնամասում կա մի խոնարհված 1 մատուռ, իսկ վանական համալիրի հանդիպակաց բլրի գագաթին գտնվում է Սուրբ Համբարձման մատուռը, որտեղ ամփոփված է մեծ վարդապետի աճյունը։ Վանական համալիրի տարածքում Սուրբ Աստվածածին եկեղեցունքից գտնվում է գավիթը։ Գոշավանքը պարզապես վանք չէ, այն կարևոր միջնադարյան կենտրոն է եղել, որտեղից սկիզբ են առել մի շարք հայ ականավոր գործիչների կրթական և գիտական ուղիները։ Եթե այստեղ չես եղել, ուրեմն արդեն ժամանակն է։